Տևական դեգերումներից հետո ՔՊ-ում գտել են հունիսի 7-ի համապետական ընտրությունների իրենց նախընտրական քարոզարշավի կարգախոսը։ Չնայած այդ մասին չեն թպկահարում, սակայն այդ կարգախոսով պաստառներն արդեն մի քանի շաբաթ է տեղ են գտել Հայաստանի քաղաքների փողոցներում։ Խոսքը կապույտ ֆոնին գրված ընդամենը մեկ բառի խաղաղության մասին է, որի տակ Փաշինյանի մատներով ցուցադրվող սրտիկ նշանն է նկարված։ Մեզ պատմեցին, որ ՔՊ ակտիվում միանշանակ չեն ընդունել մեկ բառանոց կարգախոսը, այլ տարբերակներ են առաջարկել, սակայն ամենայնի ՔՊ-ում հասկացել են, որ ինչ միտք էլ գրեն պաստառին, իրենց թիրախավորելու են։ Ուստի նախընտրել են կարճ կոնկրետ մի բառով հանդես գալ, որը իրենց կարծիքով անխոցելի է։ Մեր տեղեկություններով ՔՊ ֆրակցիային հրահանգ է իջել այսուհետ բոլոր հարթակներից խոսել անցած 8 տարիների ընթացքում կառավարության արած գործերի մասին, հնարավորինս դրանք թմբկահարել, քաղաքացիներին անընդհատ ցույց տալ, թե ինչեր են արել իրենք։ Խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխաններ 3 նախընտրական քարոզարշավեր հիշեցնում, որի ընթացքում ՔՊ-ական երեսփոխանները նախապես համաձայնեցված հարցերով կառավարության անդամներին մղում էին ինքնագովեստի, թե որքան ահռելի աշխատանքներ են արել դպրոցաշինության, ճանապարհների կառուցման եւ այլ ոլորտներում։ Մեկը մյուսին լրացնելով փորձում էին տպավորություն ստեղծել, թե գործ ունենք ոչ թե ավերիչ, այլ արարիչ իշխանությունների հետ։ Ոմանք այնքան էին մտել դերի մեջ, որ չլսելով կառավարության անդամի պատասխանները, պատասխանից չբխող արձագանք էին հնչեցնում։ Օրինակ, Ջուլիետա Ազարյանն Արարատ Միրզոյանին շանս էր տվել խոսել Մերձավոր Արևելքի պատերազմով պայմանավորված տարբեր երկրներում իր հայրենակիցների տունդարձի մասին։ Միրզոյանն էլ հատ-հատ թվարկեց, թե որ երկրում որքան հայ կա, ինչ խնդիրներ ունեն։ Ասած բոլորին օգնել են, հոգացել, որ ավտոբուսներով հասնեն Օման, այնտեղից վերադառնան հայրենիք եւ գործընթացը շարունակվում է։ Տիկին պատգամավորն արձանագրեց, թե իրականությունից փաստորեն հեռու են մամուլում տեղ գտած վերնագրերը, որ այս օրերին մեր հայրենակիցները ստիպված են մի քանի անգամ թանկ ավիատոմսեր գնել վերադարձի համար։ Կառավարությունը այդ հարցերը հոգում է։ Միրզոյանը հակադարձեց, թե ինքը նման բան չի ասել եւ կրկնեց, թե խոսքն ավտոբուսներով տեղափոխման մասին է։